Ինչ անել։ Հարց, որ հաճախ է հնչում այս ապարժեք քաոսում։ Պատասխանների փնտրտուքը յուրաքանչյուր երեքշաբթի ժամը 20-ին Արդար IM-ի եթերում։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, Արդար IM կայքի եթերում ինչ անել հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Հաղորդումը ինչպես միշտ վարում ենք մենք Հայք միաբանության անդամներ Էդգար Մակարյանը Երևանից եւ ես Արմեն Ներսիսյանը Գյումրիից։ Բարև ձեզ, պարոն Մակարյան։ Բարև ձեզ։ Մենք հետևում ենք ինչպես ավակ շաբաթվա յուրաքանչյուր շաբաթվա խորհրդին, այսինքն Կիրակիներին պատարագին մատուցվող առակների տրամաբանության խորհրդին, այնպես էլ փորձում ենք ամբողջը կառուցակազմել ըստ տրամաբանության այն առանցքով, որը գաղափարական մեր հիմքում ընկած, եւ այդ շաբաթ բոլորս գիտենք, որ մեզ ՊԱԿ-ի շրջանում անիրավ դատավորի, այդպես ասենք, Կիրակիներ եւ համապատասխան առակի խորհրդով մատուցվում էր արտարության փնտրտուքը եւ երբ որ ներկայացվում էր անիրավ դատավորի, որը ոչ Աստծուց էր վախենում, ոչ ամաչում էր մարդկանցից եւ հայրի կնոջ փնտրտուքը, որը արտարության փնտրտուքը ու համար պայքարը արտարության վերականգնման, այն գրեթե բոլոր ժամանակներում ադապտացվում է հասարակական շերտերում եւ հատկապես խորն է արտահայտվում ճգնաժամային պայմաններում, այնպիսի պայմաններում, ինչպիսին այսօր մենք ենք գտնվում կամ ամբողջ մարդկությունը, դա քաղաքակրթական խորքային ճգնաժամն է, որտեղ մենք բազմիցս նշել ենք անարտարության հաստատումն է կամ անարտարության դիկտատուրայի տիրապետումն է եւ ըստ այդմ նաեւ արտարության փնտրտուքն է։ Անկեղծ ասած, մեզ մոտ էլ կար մի փոքր, այսպես ասած, դիսկուրս, այսօր հաղորդումը ինչ տրամաբանությամբ տանենք, արդյոք արտարության փնտրտուքը ամբողջությամբ եւ այս առակի խորհրդի եւ մեծ ՊԱԿ-ի Կիրակի օրվա խորհրդի այս տրամաբանությամբ տանենք հոգեվոր տիրույթում, թե այնուամենայնիվ վարդյական է նաեւ Գյումրիում հետընտրական գործընթացները եւ ընդհանրապես խոսել ժողովրդավարության մոդելի մասին, ժողովրդավարության մոդելի այն այսօր ինչ տեղի ունենում մեր հասարակության հետ եւ փորձել հենց կառավարման համակարգում արտարությունը փնտրել։ Եվ ըստ էության եկանք համաձայնության, որ փորձենք այս երկուսը իրար կապել եւ առաջինը քանի որ արդիական է թեման եւ այն ինչ մենք ասում ենք կառավարման համակարգի փոփոխության մասին, գուցե այս ֆոնին ավելի լավ լսվի։ Այնինչ տեղի ունեցավ Գյումրիում կամ այսպես ասենք ինչ տեղի ունենում ժողովրդավարական ընտրությունների միջոցով թե Հայաստանում, թե ամբողջ աշխարհում, դա մասնակիցների դիտարկմամբ բնութագրում են որպես ժողովրդավարության վախճան եւ հիմնական գործիքը այդ ընտրությունները իրեն վաղուց սպառել են։ Դուր տպավորություն չլինի, որ մենք Գյումրիում այսպես կոչված ընդդիմության հաղթանակը թերագնահատում ենք, բայց խնդիրը նրանում է, որ հասարակության լայն շերտերը շարունակում են անտարբեր մնալ եւ անտարբերությունը ոչ թե պայմանավորված է ապագայի նկատմամբ իրենց մոտեցմամբ, այլ ընտրական process-ների նկատմամբ անվստահությամբ։ Շատ կարճ խնդրին ժողովրդական վարչանվել է, դեռ մասնակիցները նշում են, որ անցյալ տարի 70-ական թվականներին Դեմոսի իշխանությունը վերափոխվել է Օխլոսի իշխանության եւ այսօր ինֆորմացիոն այս տարում, երբ հասարակությունների մեջ այսպես կոչված հեռախոսով լումպեն խավերն են գերակշռում, ցանկացած ընտրության արդյունք հնարավոր է կառավարել, կանխատեսել, ուղղորդել եւ ստանալ այդ արդյունքը։ Ինչ է առաջարկում մեր կողմից, մենք սա համարում ենք հին համակարգի մոդել եւ հին համակարգի վերափոխումը, այսինքն կայկայված համակարգի նորացում հնարավոր չէ հին գործիքներով եւ դրա համար մենք առաջարկում ենք աշխարհաժողովային մոդել։ Այն որ Հայք միաբանությունը այսօր արդեն հայոց ազգային գվարդիայի հետ ընդանուր գործընթաց է տանում աշխարհաժողով շարժում, սա ոչ թե գեղեցիկ անվանում է, որը մենք շարժման ենք վերնագրել, այլ ինքը գաղափարական խորքային փիլիսոփայություն է գրում, քանի որ աշխարհաժողովը մենք դիտարկում ենք մեր քաղաքակրթական
մեր քաղաքակրթական արդիականացման կարևոր բաղադրիչներից մեկը։ Ավելի կոնկրետ, մենք ասում ենք, որ մեր քաղաքակրթությունը ժամանակային առումով պետք է արդիականացվի եւ պետք է արդիականացվի հոգեվոր մշակութային տիրույթում եւ տնտեսական տիրույթում, ինչը խոսեցինք, եւ կառավարման տիրույթում կամ քաղաքական տիրույթում եւ ահա քաղաքական արդիականացման բանաձևը դա աշխարհաժողովային մոդելը միանգամից թյուր ըմբռնումից խուսափելու համար մենք նշենք, որ ոչ թե ասում ենք աշխարհաժողով դա վերադարձ է անցյալ, այլ ընդհակառակը, ինչպես մենք սիրում ենք ձևակերպել, դա վերադարձ է ապագա, որովհետև մենք վերցնում ենք մի գործիք, կառավարման մի գործիք, որը պատմականորեն ստուգված է, հատկապես ճգնաժամային կառավարման ընթացքում կամ ճգնաժամերի կառավարման ընթացքում մեր պատմության մեջ արտարացված է եւ ուղղակի անհրաժեշտ է դրա բովանդակությունը արդիականացնել ժամանակակից իրականության մեջ, ադապտացնել ժամանակակից իրականության մեջ, հաշվի առնելով մարդկության այդ առաջընթացի բոլոր գործիքները, ընդհանուր միջև տեխնոլոգիական գործիքները։ Սա ընդհանուր փիլիսոփայության մեջ եւ աշխարհաժողովային մոդելի կայացումը մենք համարում ենք, որ ապագա համակարգի կառավարման անհրաժեշտ էներգիան է լինելու եւ սա ոչ միայն լոկալ մնալու է մեր տիրույթում, այլ դուրս է գալու համամարտկային տիրույթ, որովհետեւ ինչպես լուսավորչական ընթացքում երկար ճգնաժամ կառավարման համակարգի միապետությունները, այդ կանոնական իշխանության սկզբունքը այլևս չէր գործում եւ անհրաժեշտ էր նոր սկզբունք, վերցվեց ունական մոդելը, դեմոկրատիան, դեմոսի իշխանության, քաղաքացիական գիտակցության վրա, այնպես էլ մենք ենք հիմա առաջարկում, որ պետք է կառավարման համակարգը փոխվի աշխարհաժողովային մոդելով։ Աշխարհաժողովային մոդելի նման կանոնավորումների մասին այսօր շատ չենք խոսի, բայց մի քանի առանցքային խնդիրներ կա։ Առանցքային խնդիրներից մեկը, քանի որ մենք ապակա աշխարհակարգի եւ հասարակարգի հիմքը արտարությունն ենք համարում եւ ի տարբերություն ներկա իրապետող միտումներին նոր աշխարհակարգի փոխարեն նոր արտար աշխարհակարգ ենք ձևակերպում, ապա բարձր որ կառավարման համակարգի հիմքում պետք է ընկածնի արտարությունը, հետեւաբար այստեղ առաջ են քաշում կարևորագույն սկզբունքներից մեկը պարտականություն, վաստակ իրավունք։ Այն պետք է ունենա անպայմանորեն հոգևոր քաղաքապարական առաջնորդություն եւ անպատասխանատու վերաբերմունք ոչ ազգի, ոչ պետության, ոչ քաղաքակրթության ճակատագրին չի թույլատրվելու։ Յուրաքանչյուրը իր վաստակի հիման վրա է իրավունք ձեռք բերելու, այստեղ երկու շերտ ենք առանձնացնում, որակական եւ քանակական, որակականը ըստ մասնագիտական ուղղվածության, քանակականը ըստ մասշտաբայնության, այսինքն տարածքային սկզբունքով պալատների ձևավորմանն է դա վերաբերում եւ ընդհանրապես արժանավորի իշխանության հաստատմանն է միտված աշխարհաժողովային մոդելը։ Այս սրա մասին է։ Հիմա եթե փորձենք սա դիտարկել հետ ընտրական գյուղի դրամաբանությամբ, ապա շատ հստակ պատկեր ենք ստանում։ Այնուամենայնիվ հասարակության մեծամասնության համար դեռևս ընտրության իրավունքը դարձել է ճոխություն կամ ճոխություն չէ, գործիք ինչ-որ խնդիրներ լուծելու համար։ Անկեղծ ասած ինձ համար բացարձակապես անհասկանալի էր, թե ոնց եղավ դրկապատակ իշխանությունները այդ ամբողջ հակաազգային, հակապետական դրկահաճո օրակարգերի տիրույթում կարողացան իրենք նորից 35% հավաքել, սա ուղղակի սարսափելի է։ Սա ցույց է տալիս, որ հասարակությունը խորքի մեջ հիվանդ է։ Այնպես չէ, որ խնդիր չկա նաև ընդդիմություն կոչվող դաշտում, անհատականությունների միջոցով ինչ-որ հնին վերադառնալու օրակարգի տրամաբանությամբ եւ այլն։ Հասարակության մեծամասնության համար, 60%-ի համար ընտրության հնարավորություն չկա։ Եթե սրան ավելացնում ենք, որ խնդիր կար նաև բավական լուրջ ահազանգեր կար ընտրախախտումների, իշխանական ռեպրեսիաների, ընտրախախտումների վերաբերյալ, ապա պատկերը ավելի ամբողջական է դառնում։
Եվ ահա արտարության ընտրտուքը կառավարման համակարգում մեզ բերում է մեր աշխարհաժողովային մոդելի տիրապետմանը։ Խնդրեմ, պարոն Մակարյան, փորձենք ավելի ամբողջացնել։ Շնորհակալություն։ Այո, մեծ պահքի շրջանում նշվեց 4-րդ կիրակին, դատավորի կիրակին, որի ընթացքում ընթերցվեց անիրավ դատավորի առակը, եւ հիմա այս իմաստով մենք կփորձենք այն ներկայացնել 3 հարթության մեջ՝ հոգևոր, ներքաղաքական եւ աշխարհաքաղաքական հարթությունների մեջ, եւ հասկանանք, թե որտեղ է այստեղ անիրավ դատավորի կերպարը եւ որտեղ է արի կնոջ արդարության որոնումը եւ արդար պահանջատիրությանը հետամուտ լինելու իր համառությունը։ Հիմա այս առումով հոգևոր իմաստով պետք է ասենք, որ առակը շատ հստակ ուղերձ է տալիս եւ սկսում է հենց այդ շեշտադրումով, այսինքն ամենժամյա աղոթքի եւ չձանձրանալու մեջ լինելու պատվիրանով եւ բերում է այդ առակի օրինակը, որ անիրավ դատավորը ձեր ասած ինչպես նշեցիք արդեն ոչ Աստծուց էր վախենում, ոչ մարդկանց հանդեպ ամոթ ուներ եւ մի այլ կին էլ կար, որ անընդհատ իր ոսողների հանդեպ արդար դատաստան էր պահանջում, ինչին մերժում էր դատավորը, բայց քանի որ անընդհատ նա ձանձրանում էր այդ այրի կնոջ պահանջներից, որոշեց ազատվելու համար նրանից դատը կայացնել եւ այդպես էլ դատը կայացրեց եւ ասում է ոնց որ ասած Քրիստոսն այստեղ իր առակի մեջ ասում է, որ այդ համառությանը հետամուտ լինելու, այդ հավատն ունենալու խնդիրը կա եւ անընդհատական այդ առումով եթե գնաց, եթե դատավորն է այդ հարցը լուծում անիրավ, ապա ձեր այսպես ասած Աստված, որ ամենամեծ, ամենաարդար դատավորն է, այդ թվում մենք կարող ենք ասել Քրիստոսն ինքը որպես արդարության արեգակ եւ արդարության դատավոր, որքան ավելի ոչ միայն համբերատար պետք է լինի, այլև արդարադատ պետք է լինի, եւ հենց ինքը Քրիստոսն առակի մեջ ասում է, որ իսկույն եւ այդ արդարությունը այսպես ասած կվերականգնվի։ Բայց այստեղ նաեւ շատ հետաքրքրական է, որ առակը վերջացնում է մի անսպասելի ձևակերպմամբ, ասում է, բայց մարդու որդին երբ որ գա աշխարհ, արդյոք հավատ կգտնի, թե չէ։ Այսինքն այրի կնոջ այդ համառության աստիճան հավատք կգտնի, թե չէ։ Այդ արդարությունը որոնող մարդկանց կգտնի, թե չէ։ Սա շատ կարևոր շեշտադրում է, ու կարծես թե մեր ժամանակների կամ էլ ավելի վատ ժամանակների մասին է խոսում, որ հավատն առ Աստված կամ աղոթն առ Աստված կամ արդարության որոնումը որպես այդպիսին կամ Աստծո արքայության եւ նրա արդարության որոնումը կարծես թե մեր ժամանակներում, գուցե նաեւ ապագա ժամանակներում, այսպես ասած բացակայի, ինչին մենք նաև տեսնում ենք։ Սա շատ կարևոր շեշտադրում է, բայց հիմա մենք կարող ենք նաև այս խիստ հոգևոր բովանդակություն ունեցող առակը իր իմաստաբանությամբ նաև տեղափոխենք աշխարհիկ կյանք եւ տեսնենք, թե քաղաքական դրսևորումներու մեջ ինչպես է այն արտահայտվում։ Եվ եթե մենք տեսնենք ներքաղաքական կյանքում վերջին 30 տարիների, առավել եւս վերջին 7 տարիների կյանքը, ապա կտեսնենք, որ ինքը անիրավ դատավոր ընդհանրապես մեր քաղաքական դաշտն է, նույնիսկ իշխանություններն են, կարանք ասենք քաղաքական ռեժիմն է, ինչպես դուք եք ասում, այդ ժողովրդավարություն կոչված իր բոլոր ինստիտուտներով, բոլոր համակարգերով, եւ այրիկինը, այսինքն այդ արդարության ծարավ ունեցող, այդ արդարության պահանջ ունեցող ընդհանուր ժողովուրդն է, որ այս 30 եւ առավել եւս վերջի 7 տարիների ընթացքում այսպես այդ արդարության պակասից ուղղակի հալումաշ է լինում, ուղղակի այսպես անընդհատ հալածանքի մեջ է։ Եվ հիմա խնդիր կա, ինչպես է վերականգնվելու այս դեպքում արդարությունը։ Այդ որ համառությունն է, որ պետք է որպես համառություն դառնա անընդհատական պայքարի, անընդհատական այդ արդարության որոնման եւ այդ արդարությունը վերականգնելու համընդհանուր, համաժողովրդական եւ պահանջ, եւ պայքար, եւ նաեւ վերջին հաշվով արդյունքի հասնելու ձգտման ճանապարհ եւ ծրագրավորված քայլերի նաեւ։ Ինչու՞ չէ նաեւ ամբողջական պատկերացում, թե ինչ է իրենից ներկայացնում այդ նոր արդար քաղաքական, տնտեսական եւ այլ ողջ համակարգը։ Եվ հիմա այս առումով, այո, անիրավ դատավորի կերպարով ամբողջ քաղաքական համակարգն է, այդ թվում, եթե կոնկրետ գնում ենք ընտրությունների ձևաչափում դա հասկանալու ինչու է քաղաքական համակարգը անիրավ դատավոր, որտեղ չի կարողանում արդար համակարգ, արդար քաղաքական մրցակցություն, արդար քաղաքական ձևաչափեր, ընտրություններ, կառավարման մեխանիզմներ ձևավորել,
նշանակում հենց ինքը այդ անարդար դատավորն է իր մեծաշում։ Ինչու՞, որտեվ նայեք, մեր եթե վերցնում ենք սահմանադրություն, այդ սահմանադրության առաջի գլուխը որպես սահմանադրական կարգի հիմունքն է, երկրորդ հոդվածով ասում է, որ իշխանությունը Հայաստանի Հանրապետություն պատկանում է ժողովրդին։ Այսինքն դուրս է գալիս, որ ժողովուրդը որպես իշխանության ձևավորվող աղբյուր ինքը գործոն է։ Բայց տեսեք, վերջին մի քանի տարիների ընտրությունները, հատկապես նաև այս ընտրությունները, որին չնայած որ ամբողջ պետական ռեսուրսներ, ամբողջ պետական գործիքակազմերն էին ներգրավել, այդ թվում նաև քաղաքային հեղինակություն ունեցող մարդիկ իրենց շրջապատներով, իրենց կարողություններով, չնայած փոքրի շատը կարող ենք հստակ ասել, նաև քաղաքական գաղափարական պայքարից դուրս գնում էր անձերի պայքար, բայց միևնույն է, ողջ ընտրողների ընդամենը 50%-ին մոտ ընտրազանգված կարողացան ներգրավել ընտրությունների մեջ։ Այսինքն դուրս է գալիս այս ժողովրդավարական ընտրությունների մոդելը որպես ժողովրդի գործոն հանդիսանելու հանգամանք այլևս չի գործում։ Այսինքն եթե ընդամենը 50%-ն է մասնակցում, 50 դա առավելագույն քանակն ենք ասում, եթե նայենք նախորդ ընտրությունները շատ ավելի քիչ մարդիկ են մասնակցում։ Եթե դրա արդյունքում էլ նայում ենք, որ կարող է այդ ընտրողների մասնակիցների ընդամենը ավելի չնչին տոկոսներով ձայներ հավաքել եւ այնտեղ ինչ-որ մեծամասնություն կազմել, դա նշանակում ընդհանրապես ընտրողների թվականակի, չգիտեմ, 20-25%-ով կարելի է մեծաբան քաղաքում քաղաքապետ նշանակել ենթադրենք։ Բայց այդ ինչպես էլ եղավ մեծամասնության կամ ժողովրդավարության մոդել։ Այսինքն ժողովուրդը որպես գործիք այս գործոն, այս համակարգի մեջ դադարել է լինելուց։ Մինչդեռ դա ամբողջ հանրապետական սահմանադրության հիմքերի հիմքն է։ Այսինքն ինքը իրեն արդեն հակասում է, նշանակում է սա իրեն սպառել է, հետևաբար այլևս արդար չէ, հետևաբար ձևավորվող իշխանությունները չեն կարող լինել այս արդարության պահապանները կամ այս արդարության հիմքի վրա համակեցական կյանքի կազմակերպիչները։ Այսինքն այս համակարգը սպառված է։ Հիմա այս առումով, այո, խնդիրը գալիս է, եթե այրի կնոջ, այսինքն հավաքական ժողովուրդը ունի այդ արդարության որոնումը, հետևաբար ինքն իր պայքարի մեջ պետք է հասկանա, լավ, իր ուզածն ինչ է, իր արդարության պատկերացումը որն է, եթե այս մոդելն այլևս չի աշխատում։ Մենք ուզում ենք 10 անգամ, 20 անգամ, 30 տարիները մեզ ապացուցեցին, որ այդպես էլ այս ընտրությունների ձևաչափով չի կարող կայանալ արդար կառավարման համակարգ։ Հետևաբար որն է։ Մենք դες հետ միասին այո առաջ ենք քաշում այդպիսի արդար համակարգի, որ անվանում ենք նաև արդարապետություն, իր 3 բաղադրիչներով՝ եւ կառավարման, եւ տնտեսվարման, եւ նաեւ մշակութայնացման։ Եվ ամենակարևորը հիմքում դնելով, որ եւ սոցիալական արդարությունը եւ մնացած արդարության ձևաչափերը, եթե իրենց հիմքում չունեն հոգեվոր արդարության բաղադրիչ, այսինքն չեն պեղվում, չեն որոնվում, չեն արտացոլվում, չեն պրոյեկտվում հոգևոր իրականություններից եւ հոգևոր գաղափարներից, այս արդարությունը որպես հոգևոր կատեգորիա այնտեղից չի բերվում եւ չի պրոյեկտվում հասարակական կյանքի մեջ։ Հետևաբար նա որևէ շանս չունի կայանալու։ Եթե նա առանց դրա կայանար, ապա կոմունիստական հասարակությունը վաղուց դա կկայացներ, որտեղ իր գերխնդիրն է։ Բայց քանի որ նա իր հոգևոր որոնումները չէր տեսնում, հենց արդարության որոնումները չէր տեսնում հոգևոր ակունքի մեջ, այլ ընդհանրապես նյութական հիմքի վրա փորձում էր սոցիալական արդարություն կայացնել, մենք տեսանք, որ այդպիսի համակարգը չաշխատեց։ Հետևաբար մեզ համար շատ կարևոր է, որ այդպիսի արդարություն այո գնանք եւ հոգեվոր իրականություններից եւ մենք դա ասել ենք լավագույն բանաձևով, ինչպես Քրիստոսը սահմանում է, որ ամենից առաջ որոնեք Աստծո արքայությունը եւ նրա արդարությունը։ Եվ հիմա դրանից հետո պրոյեկտելով դա աշխարհի կյանքի մեջ տնտեսական առումով մենք անցած հաղորդումը, անցած կիրակին, որը անիրավ տնտեսի կիրակին էր, ամբողջությամբ նվիրեցինք դրան, հետագայում նաեւ այլ մանրամասներ եւ այլ ձևաչափեր կներկայացնենք այդ տնտեսական մոդելի հետ կապված, որտեղ ասել ենք, եթե խոսում ենք պետության մասին, ապա մեզ համար հայոց պետությունը դա հայոց տունն է, եթե խոսում ենք ազգի մասին, դա խոսում ենք հայկական հայոց ընտանիքի մասին։ Եվ այստեղ է, որ այդ հարաբերությունները կարող են լինել արդարացի։ Եթե հանում ես տան գաղափարը, եթե հանում ես ընտանիքի եղբայրական հարաբերությունների գաղափարը, ապա արդարությունը հենց այդտեղ արդեն սկսում է ոտնահարվել, որտեղ սկսում են գործել այլ օրենքներ, այլ կանոններ։ Իսկ հայոց քաղաքակրթական բանաձևը, ալգորիթմը մենք ձեզ հետ միասին շատ ենք նշել, որ հիմնականում ունի 2 սյուն, մեկը հոգևոր, մյուսը նյութական։ Հոգևոր սյունը սահմանում է, որ հայ ազգը կա գոյություն ունի, որպեսզի փաստի Աստծո գոյությունը, ճանաչի, արարչի
կամքը եւ կայացնի այդ կամքը։ Սա է հայոց ազգի գոյության գրավականը, իր լինելության փաստագրումը Աստծո գոյության փաստագրման մեջ է։ Սա ամենակարևորը եւ նրա կամքի ճանաչողը եւ այդ կամքը կայացնելու մեջ է։ Հիմա հաջորդ հիմնասյուն, ինչի վրա հիմնվում է հայոց քաղաքակրթական էության կոդերը։ Այս բանաձևը, այս հոգևոր, գեր, կարևոր տեզերական բանաձևը, ինչպես է իր աշխարհիկ կյանքում հայ ազգը կայացնում։ Դա ընտանեկան մոդելն է, որ հայությունը հազարամյակների վեր շարունակում է, ասում է հայկական լեռնաշխարհը որպես մեկ ամբողջություն իմ տունն է, հայոց ազգը որպես մեկ ամբողջություն դա ընտանիք է։ Եվ այդպես է, նայեք, Հայկի տուն, Թորգոմատուն, Գեղամատուն, Սասնատուն, Ջոջանցտուն, հայոց տուն, որ բանաձևը վերցրեք, այսինքն 5000 տարի, 10000 տարի, 200 տարի է արդեն հայոց տունը որպես Շահամիր Շահամիրյանի ձևակերպումներից, այդ որպես ազգային ժողովի մոդել, երբ որ ինքը սահմանադրություններ գրում իր որոգային փառացում, այսօր էլ արդեն մենք այդ բազմհազարամյակային բանաձևը, որ ձևակերպում դնում ենք որպես հայոց քաղաքակրթական կոդեություն, ասում ենք, որ հայոց արդարապետությունը դա հայոց տան եւ հայոց ընտանիքի բանաձևն է։ Եվ հիմա այստեղ է, որ մենք առաջ ենք քաշում այո աշխարհաժողովային մոդելը, որտեղ ինչ է իրանից ներկայացնում աշխարհաժողովային մոդելը։ Հենց հայկական արդեն բառ ինքն իրենից ուշել է, որ հայոց աշխարհի բոլոր աշխարհամասերը մասնակցում են հայոց կառավարման բանաձևին եւ դա իր սոցիալ բնական մոդելին համապատասխան։ Սոցիալ բնական մոդելը բաժանվում է երկու մասի, մի մասը ըստ տարածքային, մյուս մասը հասարակական կյանքը ձևավորող բոլոր ոլորտների ներկայությամբ։ Եվ սա է, որ մենք ասում ենք հայոց աշխարհաժողովային մոդելի արդիականացում։ Այսինքն տարածքային մոդելը ոչ մեկ չի չեղարկել, այսպես թե այնպես տարածքային մոդելը, տարածքային մենք աշխարհագրությամբ ապրում ենք։ Հետևաբար այնտեղից, այսպես ասած, պատգամավորները եւ ոլորտային պատգամավորները, որոնք ընտրական կարգով դա կարելի է ճիշտ կազմակերպել, որոնք կներկայացնեն արդեն հասարակական կյանքը ձևավորող բոլոր շերտերը, իրենց բոլոր հուզող հարցերով, իրենց բոլոր որոնելի արդյունքներով, սա արդեն կմոտենա արդար կառավարման համակարգի ձևաչափին։ Ի հակառակ այսօրվա մակաբուծային համակարգի, որն ամբողջությամբ դրված է կուսակցական ձևաչափի վրա, որը մեռնող համակարգի ընդհանրապես գործիքակազմեր են։ Եթե նույնիսկ վերցնենք սրանից 150 տարի, 135 տարի առաջ զորվող այդ կուսակցական համակարգերը, մենք դարձյալ կտեսնենք, որ նրանք ամբողջությամբ պատճենահանվում էին եվրոպական մոդելներին համարժեք տեսքով, նույնիսկ զինանշաններով, նույնիսկ դրոշի գույներով, նույնիսկ ամբողջ փիլիսոփայությամբ, գաղափարախոսությամբ, որովհետև հանրապետականակարգությունների ձևաչափը ծնվել էր Եվրոպայում, Եվրոպային հարեր բոլոր գաղափարախոսական նրբերանգներով, շարժումներով, զարգացումներով, պատմականությամբ եւ այլն։ Հետևաբար մեր կողմից ամեն ինչը այդ ընդհանրապես պատճենահանված է։ Այս 135 տարիների ընթացքում ոչինչ չփոխվեց բացի այդ կրկնօրինակումներից եւ նույնիսկ կապկումներից։ Հետևաբար դա սպառել է նույնիսկ ամբողջ աշխարհում, առավել եւս Հայաստանում ցցուն ձևով դա արտահայտվում է։ Հետևաբար հարցը գալիս է նորից այդի կնոջը, այսինքն հավաքական հայությանը, հավաքական հայությունը եւ Հայաստանի Հանրապետությունում եւ ընդհանրապես հիմա այդ արդարության որոնման պահանջը անընդհատական խնդիրը պայքարի իր դրսևորումը ունենալու է թե չէ։ Եթե մենք նորից մնալու ենք գերի մեռնող համակարգին, այսինքն գերի ենք մնալու թե դատավորը ինչ դատ է անելու մեր հանդեպ, մենք կարող է այդպես էլ չկարողանանք հասնել, եթե մեր խնդիրի առջև խնդիր չենք դնում անընդհատական պայքարով ձևավորելու եւ պարտադրելու քաղաքական ռեժիմների եւ ընդհանրապես քաղաքական կարգին գնալու փոփոխության եւ այդ փոփոխությունը մենք ինքներս ենք բերում որպես նաեւ ազգային ազատագրական պայքարի ձևաչափ, ինչի մասին մենք ձեզ հետ խոսում ենք, որտեղ այո, եթե խոսենք իմ ազգային ազատագրական պայքարի տարբեր դրսևորման ձևաչափերից, կտեսնենք, որ նաեւ հենց խնդիրը այդ անարդար դատավորի քաղաքական ռեժիմից ազատվելու մեջ է, այդ քաղաքական ռեժիմը սպասարկող թուրքահպատակ իշխանություններից ազատվելու մեջ է, այդպիսի համակարգ արևմտյան գլոբալ վերազգային կազմակերպությունների կողմից անընդհատ մեզ պարտադրելու եւ այդտեղից մեզ դուրս չգալու այդ պարտադրանքի այդ մամլիչից ազատագրվելու մեջ է, այն տնտեսական վաշխառողական կեղծ մոդելը, որ պարտադրվում է եւ անընդհատ տոկոսի տակ պայելով մեզ կեղեքելու
այդ մակաբուծային մոդելից ազատագրվելու մեջ է։ Եվ եթե հիմա արդեն խոսքս բերեմ հանգեմ, ինչպես ասեցի, երրորդ հարթության մեջ դիտենք որպես այս ամեն ինչը նաև աշխարհաքաղաքական բանաձև, հա, այս անիրավ դատավորի այս առարկայի մոդելը, ապա մենք կտեսնենք այլ նաև դրսևորում, որ ամբողջ աշխարհը մենք այդ նույն անիրավ դատավորն է, հայ ժողովուրդը արդեն 150 տարի գրեթե այդ այրի կնոջ կարգավիճակով իր արդար դատը պահանջողն է, եւ հիմա խնդիր կա նորից այդ արդար պահանջատիրությանը հետամուտ լինելու, անկախ նրանից թե դատավորը ինչպիսի համառությամբ է շարունակում անտեսել մեր արդար պահանջատիրությունը։ Ինչու է սա կարևոր, որտեղ նայեք, Արցախյան հարցում, եթե թուրքապատակ որոշ մարդիկ ասում են, որ իրենք փակել են Արցախյան հարցը, ըստ իրենց, դա ինչ է դուրս գալիս, որ այդ արդար պահանջատիրության հետամուտ լինելու քո դրսևորումը դու վաճառել ես, այս մարդիկ վաճառել են այդ այրի կնոջ, այսպես ճակերտավոր ասած, արդար պահանջատիրությունը, միայն այն բանի համար, որ անիրավ դատավոր իրենց կարողանում է պարտադրել, որ դա վաճառել։ Եվ հիմա խնդիր է, որ կանխվի հենց այդ գործընթացը, որտեղ մենք տեսնում ենք հաջորդ քայլին նույն այդ վաճառքի հանած անձին, նույն այդ անիրավ դատավորի պարտադրանքով վաճառելու են հայոց ամբողջ մեծ արդար պահանջատիրության հարցը, ինչի առաջով եւ իրանց դնում են եւ իրանք խոնար դա ընդունում են։ Այսինքն այսօր արդեն աշխարհաքաղաքական իմաստով այս նույն անարդար դատավորի այս խորհուրդը կայանում այստեղ, որ հայ ժողովուրդը պետք է հետամուտ լինի իր ճշմարտության եւ արդարության այդ իրավունքի, այդ պահանջատիրության անընդհատ պայքարի ձևաչափին։ Սա կարևոր հարց է, ինչու, որովհետև եթե դու հրաժարվում ես դրանից, ապա նախախնամությունն ինքը հրաժարվելու է քեզանից, որտեղ դու եթե արդարության մարտիկն ես, եթե արդարության ջատագովն ես, եթե արդարության որոնողն ես, դու իրավունք չունես քո արդարության պահանջատիրությունից եւ իրավունքից հրաժարվելու։ Դրա համար նախախնամությունը քեզ կպատժի խստագույնս, որտեղ եթե ասում են, որ հայոց ազգի խնդիրը այդ ի վերուստ հազարամյակներ ի վեր Աստծո գոյության վկայությունն է, այդ Աստծո գոյության վկայությունը նաև արդարության վերականգնման եւ արդարության հաստատման պայքարը եւ վկայություն է։ Եթե դու ինքնակամ հրաժարվում ես քո արդար պահանջատիրությունից եւ Արցախի մասով եւ ընդհանուր գլոբալ հայոց այդ ամբողջ արդար պահանջատիրությունից, նշանակում է ոտնձգություն ես անում արդարության հանդեպ։ Իսկ արդարության հանդեպ ոտնձգություն անելու դեպքում պատիժը չի ուշանա։ Հետևաբար կանխել է պետք այս պարտավորական մոտեցումը, որը կեղծ գաղափարախոսական ինչ-որ լույսի ներքո փորձում են օվերտոնի պատուհան բացելով մեզ ներքաշեն այսպիսի հոգևոր փորձանքի եւ փորձության առաջ։ Հետևաբար պետք է կարողանանք հասկանալ խորքի մեջ այս անիրավ դատավորի կիրակի այս խորհուրդը եւ հասկանանք, որ հայոց ազգը թե Հայաստանի Հանրապետությունում, թե ողջ աշխարհով մեկ հավաքականապես խնդիր ունի այո Աստծո արքայության եւ նրա արդարության որոնման եւ անընդհատական իր պայքարի դրսևորումներով այդպիսի արդարություն վերականգնել եւ ներպետական ներազգային կյանքում, իսկ մենք դա ասել ենք եւ տնտեսակարգային, եւ կառավարման, եւ մշակութայնացման իր բոլոր բաղադրիչներով, ինչպես նաեւ դրա հաջողության կայացման դեպքում արդարության վերականգնում ընդհանրապես համաշխարհային մասշտաբով հայոց համակեցական ազգային ամբողջական կյանքի մեջ որպես հայոց արդարակարգ։ Այսինքն մի դեպքում եթե խոսում ենք Հայաստանի տարածքում որպես արդարապետության, ապա համաշխարհային մասշտաբով խոսում ենք հայոց արդարակարգի որպես ազգակեցության մասին։ Էլ չենք խոսում, որ այս պարագայում նաև հնարավորություն կլինի այդ արդարությունը արտահանելու եւ որպես մոլորակային կարևոր պահանջ, որտեղ այսօր ողջ մոլորակն է այդ այրի կնոջ կարգավիճակով եւ պահանջում արդարության վերականգնում աշխարհի տարբեր ծագերում, մենք կարող ենք լինել այդպիսի արդարակարգի վերականգնումը, որը բոլոր մակարդակներով կրկնենք համապատասխանում է հայոց ազգի քաղաքակրթական կոդին, սկսած դա Հայկ Նահապետով, սկսած Սասնա Ծռերի
էպոսի փոքր մհերի ագրավակարից դուրս գալու եւ արդարությունը վերականգնելու իր առաքելությամբ, էլ չենք ասում իր քրիստոնեական վարդապետության բուն բովանդակությամբ, որ ամեն ինչ առաջ որոնեք Աստծո արքայությունը եւ նրա արդարությունը, եւ եթե Քրիստոսն ասում էր, եթե մարդու որդին եկավ, արդյոք հավատ կգտնի, մենք պարտավոր ենք հազարամյակային մեր ուխտերին հավատարիմ, ասենք, որ մենք պարտավոր ենք մեր գոյությամբ վկայելու Աստծո գոյությունը, հետևաբար նրա կամքի ճանաչողությունը եւ դրա կայացումը, որը առանց արդարության հնարավոր չէ։ Ինչպես եւ միշտ ասում ենք, մեր հաղորդման խորագիրն է, որ այո, եւ կհավերժի հայը արդար հայը։ Եթե Աստծո որդին կա, կգտնի արդյոք հավատ։ Սա բանաձևի ելակետային պայմանն է։ Հետևաբար այրիկը նոշպես առնվազն 3 մակարդակում պետք է հստակեցվի։ Արդարության փնտրտուքի համար պայքար տարվելու է յուրաքանչյուր անձ իր մեջ միջազգային հարաբերություններում կամ ազգի մակարդակով եւ վերջում միջազգային հարաբերություններում։ Եվ այստեղ է, որ մեր ամբողջ արդար պահանջատիրությունը սկսած մենք մեզանից վերջացրած համազգային տիրույթում, այդ թվում նաև պետական տիրույթում եւ միջազգային տիրույթում արդարության վերականգնումը հայոց առաքելության բաղկացուցիչ մասն է։ Ամփոփելու համար նորից ադապտացնելու ներկա իրականությանը մեկ կարևոր փաստագրում։ Արդյոք հետընտրական Գյումրիում արդարությունն է որոնվում, թեկուզ կոալիցիա կազմելու կամ ինչ-որ հետընտրական պրոցեսներ տանելու։ Այստեղ է, որ ընդդիմադիր թեկնածուներից մեկը, ով լռում է այս պահին, արդարության փնտրտուքով իր քայլը պետք է կատարի, ոչ քաղաքական դիվիդենտների եւ տրամաբանությունը հուշում է, որ ինքը պետք է միանա ընդդիմադիր ձայներ առավելագույն հավաքած թեկնածուին։ Իսկ նույն թեկնածունով կարող է եւ ընդդիմադիր ձայներով քաղաքապետ լինել։ Արդյոք արդարության փնտրտուքով է ամբողջ գործընթացը ծավալելու, թե քաղաքի կառավարման մակարդակով, թե ինչպես ասում ենք, քաղաքացիական պայմանագրին ամբողջապես իշխանազրկելու կտրվածքով։ Այստեղ է խնդիրը եւ փնտրենք արդարությունը։ Իսկ արդարության փնտրտուքով կհավերժի հայը, արդար հայը։ Մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Ցտեսություն։ Հաջողություն։ Ինչ անել։ Հարց, որ հաճախ է հնչում այս ապարժեք քաոսում։ Պատասխանների փնտրտուքը յուրաքանչյուր 3 շաբթի ժամը 20-ին Արդար հայեմի եթերում։